Ինչպես եք գնահատում Սարիկ Մինասյանի աշխատանքը, այս աշխատելավոճը։ Եթե ինքը ժողովրդի համար մտածում է, հոգսը քաշում է, թող ինքը ընտրվի։ Տեսնում ենք էլի հեռուստատեսությամբ համացանցով բավականին քայլեր, որ կատարվում են քաղաքի օգտին։ Մասնավորապես 58 թաղամասում այդ ճանապարհաշինությունը։ Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց տեսնում եմ համացանցով։ Գայդին թաղա է, քուրջան։ Գայդին թաղա է, հա, շնորհքով իր ասածը ինով է։ Եթե չի կարնա չեն ասե։ Եթե ստեց ուրեմն քեն։ Իմ կարծիքովս մեջներից Անոն ցաղին ադամներից զարգել ենք, մեջներից նորմալը կոնե էս մեկն է, նայնք ինչ պդեն, առաջ ասված։ Նորմալ է, մեր պագնել են լուսավոր է, նորմալ է։ Շատ թրական է, իմ կարծիքով երևի քաղաքի բնակչության մեծ մասը թրական են նրա նկատմամբ տրամադրված, փոփոխություններ զգացվում է, հետո է, սրտամոտ մարդ է, էլի, իմ կարծիքով։ Դե լավ, տրագանը տեսնում ենք, մակրությունը մեր թաղոր կյանքում այդպես մակուր չի եղել, սեփական թաղեր է, լավ ենք, գոյենք։ Շատ զնդիշ տղա է, բարի շատ զնդիշ, ազնիվ տղա է, արժե իրան ընտրել։ Ընձի հեչ բանը չեր է, բայց ծեմգից եք զգացել, շատ բարի տղա է։ Չերածի դեմոր ինչ-որ բանկեն է, շատ մեծ բան է։ Այսօրվա դրությամբ չնչին բանն էլ էլի մեծ նշանակություն ունի։ Գոնե էլ ավելի շարունակեն էնել, ընտրություններից հետո է շարունակեն էնել։ Որպես քաղաքացի ինչպես եք գնահատում։ Շատ լավ։ Տեստուր գալիս է։ Այո։ Դե գոհենք, հուսով ենք լավ կլինի։ Դե արդեն երևում է աշխատանքը, 58-ի լուսավորությունը։ Տեսնենք ինչ կլինի, հուսով ենք լավ կլինի։ Միշների վայտե հաջողը ինքն է։ Շատ լավ։ Ես ապրում եմ Հնոցավան առաջի շարք 39 բնակարանում, մեր այդ տարածքը շատ մութ էր, իրիկունները որ գնում էինք տուն, մեծ հեռախոսի լույս էր պետք, որ տուն գնայինք։ Հիմա ինքը լույս է քաշել ու որոշել է որ տեղի բերի այդ մայթը մեր այդ փողոցի տարածքը շիբին լցնել, երևի այդպես է։ Շատ շնորհակալ ենք թեկուզ նրա համար, որ մեզ լույս է պարգևել այդ 7-ից հետո մինչև ժամը 2-ը մենք լույս ունենք, շատ շնորհակալ ենք իրանից, իր առայժմ կատարած աշխատանքից։ Հաղորդումները տեսնելով բավականին փոփոխություն տեսնում եմ, առաջընթաց կա։ Թող շարունակական լինի, նախընտրելի է թող ընտրվի ինքը եւ շարունակի աշխատանքը։ Ինչ որ էլ ապրի իր արևը։